Դիտոքս։ Այ կարո, մի արա, հայրվում եմ։ Այ, եռում եմ։ Ոնց, ինչ արա կյանքս։ Ինչ ցես այրում ցավդ տանում։ Այ, եռում եմ։ Այ, ներսս եռում է։ Աղջիկը տակություն ունես։ Վասիլի, ուր է ջերմաչափը։ Չեմ ուզում, չպետք չի ոչ մի բան չեմ ուզում։ Բայց քո ուզել չուզելնով է նայում։ Ասա նվարտին ասեմ այդ ջերմաչափը բերի տակությունը չափենք, մա դեղ տա, հետո ապուր պատրաստի նորմալ ոտի կանգնես։ Չկա նվարդը։ Բա ուր է։ Այ, փախավ դավաճանը իմացավ։ Հիվանդ եմ վախեցավ վարակվի։ Լավ մի մտած, ես ամաշամարքունին կասեմ, ինչ պետքա կանի։ Գիտես, ես ամեն ինչ իր դրական կողմերն էլ ունի։ Մաշամորքն էլ չկա։ Է։ Բա, երկուսն էլ իմացան վատ եմ, փախան։ Չհասկացա, ես ուզում ես ասես տունը երկուսով մենակ ենք, հա։ Ահա։ Ինչ լավ է։ Ինչն է լավ։ Դե որ լավ երրորդ մարդ չկա տունը։ Ոայ, լավ էլի։ Թե չէ, նախքան Մաշան ու Նվարդը ինչ է իրանում, որ մենակ ենք։ Հետ ժամանակ չի անում, բայց հիմա հաստատ կանեմ կյանքս։ Այ, ինչ պիտի անես։ Հեսա հենց հիմա քո համար մի հատ այնց համով ապուր պատրաստեմ, որ համից մատներդ էլ հետ ուտես։ Պետք չի Կարո ջան քո ապուրը, որ ես սովածանամ, ինձ կպատվիրեմ մի բան կուտեմ։ Մոռացի։ Այլ այդպես բան չես անելու։ Սրանից հետո ես եմ հետևելու քո սննդակարգին։ Այլ ռեստորաններից ոչ մի բան չես պատվիրելու։ Ինչ ուզում ես, ես քո համար կպատրաստեմ, դու կուտես։ Այնքան ժամանակ մինչև ոտի կանգնես։ Հետո դու իմ համար կպատրաստես, չի եղել։ Այ նորից նույն երգն է, երգում Կարո ջան, լավ է, բան չեմ ուզում, գնա թող իմ ցավով տապակվեմ։ Դու քո ցավով տապակվի, ես գնամ իմ ձեռով մի հատ ապուր պատրաստեմ քո համար, որ կյանքս մի անգամից ոտի կանգնի։ Ջոն։ Չմտածես, Կարոն քեզ ոտի է հանելու։ Արա դու Կարո ունես աշխարհը չունի։ Հա, Կարո գնա։ Ոնց է դալմացին ես։ Այ Կարո։ Լավանալու եմ է Կարո։ Ահա։ Ասում դալմաց։ Ահ, Կարոյի հումորները սկսել է դուրս գալ, ես հաստատ վատ եմ։ Այ հաստատ վատ եմ։ Տիկ, Հա, չոբ, աղը տապակաս, թե մաղըթին ես։ գլյուկոզաս։ Հասկացա, սիրտըտ քաղցեր բամբակ ա ուզում։ Չէ, սիրտը սառը պաղպաղակ ա ուզում։ Դե դու պրոբլեմ չունես։ Տեսա 2 կիլո պաղպաղակ առնեմ, այնքան ուտես էլ տեղ չունենաս ուտելու։ Դզեց։ Ահա, այն էլ խանութ։ Երեխեք 2 րոպե սպասեք, մի հատ խանութ մտնենք գանք։ Իսկ բան չունես ասելու մագա։ Չէ, ինչ պետք է ասեմ։ Դե հենց մեկ այն որ սիրահարված ես ինձ ու այս բնության գրքում շատ սիրո խոստովանություն կլիներ։ Երևակայության գիրքն ես ընկել։ Ես լրիվ լուրջ եմ ասում։ Կլինի սուս մնաս ու ոնց քայլում էիր, տենց քո համար քայլես ու չխոսես էլ։ Ուզում ես ասես իմ հանդեպ ընդհանրապես զգացմունք չունես։ Չէ, Ախր ասածներդ ու արածներդ իրար հետ հեշտ չեն բռնում։ այսինքն կասես այդ որ արածներս ու ասածներս իրար չեն բռնել։ Դե ասում ես որ չես սիրում ինձ, բայց դասի ժամանակ մենակ իմ վրա ես նայում ու հենց իմացար որ ես կինո եմ գալու, աչքերդ մի ուրիշ ձև փայլեցին։ Կլինի քո զգացողությունները մեջդ պահես, այդ դու ես սիրահարվել իմ վրա, ուղղակի իմ վրա ես շառանում։ Այդ ինչից ես զգացել որ։ Դե հենց նկար եմ գցում, առաջինը դու ես լայքում, նենց տպավորությունից սպասում ես երբ նկար գցեմ, լայք ես։ Ինչի ես ծիծաղում, տենց չի։ Տենց է մագա։ Հա դու ինձ դուր ես գալիս ու ես այդ երբեք չեմ էլ թաքցրել։ Որովհետև ես անկեղծ եմ իմ զգացմունքների մեջ։ Իսկ դու չգիտես ինչի քեզ սառույցին եմ սպառում։ Մենք չենք կարող ընկերություն անենք իրար հետ։ Ինչի, որովհետև ես Միշոյի ընկերն եմ, չէ՞, ու չգիտես ինչի դու Միշոյին չես սիրում։ Ես ոչ Մարիին, ոչ էլ Միշոյին չեմ սիրում։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինքը ոնց վարվեց Արյանայի հետ։ Ես իրանց երկուսին էլ չեմ ների։ Մագա ջան, ես գիտեմ ինչ ա եղել Միշոյի ու Արյանայի միջև։ Ու Մարին այդ ամեն ինչի մեջ ընդհանրապես մեղք չունի։ Ինչ մեղավոր է, որ Միշոյի զգացմունքները ուղղակի սառել են։ Կլինի չարդարացնես։ Մագա չեմ արդարացնում, ճիշտ եմ ասում։ Մարիի փոխարեն կարող լրիվ ուրիշ աղջիկ լիներ, կամ Միշոն պատահական դրսում ինչ-որ մեկին տեսներ ու սիրահարվեր։
Այդ նրանից է եղել, որ Արենայի հանդեպ Միշոյի զգացմունքները ուղղակի սառել էին։ Տեսնում ես, որ ասելու բան ընդհանրապես չունես, որովհետև ճիշտ եմ ասում։ Միշոն սիրում էր Արենային, իսկ Մարին եկավ ամեն ինչ փչացրեց։ Լավ չեմ ուզում էլ նույն բանը անիմաստ կրկնեմ։ Մեկը դու չես համաձայնվելու այդ անիմաստ պրինցիպների պատճառով։ Այդ պրինցիպ չի։ Պրինցիպը, որը քեզ էլ է վնասում։ Ինչի՞։ Դե կարանք մենք էլ Միշոյի ու Մարիի նման շատ լավ ընկերություն անենք։ Կամ շատ լավ օրեր անցկացնենք։ Ու այդ ամեն ինչը արդեն ժամանակը ցույց կտար։ Միշոյի ու Մարիի նման ընկերություն, այդ ընկերությունը կամ սերը, որ Մարին հիմա ստեղ է, իսկ Միշոն չեկավ։ Մագա դու շատ լավ գիտես Միշոն ինչի չեկե, ու ես մտածում եմ, որ շատ էլ ճիշտ է արել։ Միշոն ոնց բռի չոբան կար, տենց էլ մնացել է։ Մագա, արի մենակ իմ ու քո մասին մտածենք։ Ես առաջարկում եմ ընկերություն անենք։ Եթե չես ուզում, հիմա կարաս չպատասխանես, բայց գիշերը սպասելու եմ քո զանգին։ Եթե շատ ամաչ ես, կարաս գրես։ Okay։ Ալո, Էնում քաղցր պուճուրի ձենն է։ բարևարմ ջան։ Բայց ուր ես կորել չես երևում։ Չեմ հասկանում, դու տենց շուտ մոռացար քո ընկերոջը։ Դու հեչ կարոտել չգիտես, հա։ Չէ, չեմ մոռացել, ուղղակի խառը օրեր էին մոտս։ Ոչ տրամադրություն ունեի, ոչ էլ ժամանակ, որ գոնե զանգեմ խոսենք։ Քեզ էլ իմացա, որ կարոտեիր հիշեր կզանգեիր կամ գոնե իմ զանգերին կպատասխանեիր։ Կներես, որ չեմ պատասխանել զանգերիդ, իրոք շատ անհավես էի։ Լավ, հավատում եմ քեզ, բայց արի հեռախոսով չխոսենք։ Հարմարացրա արի փափ, համ քեզ կտեսնեմ, համ էլ կխոսենք։ Չգիտեմ, եթե հասցնեմ։ Դե եթե մեթե չկա, որ ուզենաս, հաստատ ժամանակ կգտնես։ Նենց որ քեզ եմ սպասելու։ Լավ։ Արմենի հետ էր խոսում։ Հա։ Որ մոտն եմ լինում, անընդհատ քեզանից է հարցնում։ Մար երկար ենք սենց շարունակելու։ Չգիտեմ։ Իսկ դու երկար էիր պատրաստվում ինձ խաբել։ Դե ես արդեն ասել եմ, որ իմ արարքը խաբել չէր։ Ես լռել եմ, որովհետև դա իմ գաղտնիք չէր։ Հիմա եմ հասկանում, թե քեզ ինչի էիր վատ զգում։ Փաստորեն քո ստի պատճառով։ Մի արա։ Մարի, ես հասկանում եմ, դու հիմա ինչ էլ ասես, դրա իրավունքը ունես։ Բայց ես լռել եմ, որովհետև չի ուզում քեզ ցավ պատճառեի։ Թե խմբակային թաքցնում էիք ինձնից։ Ու մեջքից հետևը ծիծաղում ինձ վրա։ Նենց կծեծեի քեզ։ Էդ էլ ու բրծ։ Լուրջ եմ ասում, ոնց ես կարողանում նման կերպ մտածես մեր մասին։ Ախր գիտես, որ ես ու Էրիկը քեզ աշխարհի չափ սիրում ենք։ Միշոյի մասին մոռացար։ Միշոն էլ չէ սիրում։ Ու չձևացնես, թե դու չգիտեիր, որ Միշոն էլ գիտի։ Այ հիմա պարզ է ինչի Միշոյի հետ տենց վարվեցիր։ Բայց Միշոն… Հա Միշոն չգիտի, որ ես գիտեմ։ Հիմա ինչ ես անելու, վազելու ես Միշոյին ասես, թե իրա մասին էլ ես անհանգստանալու ու թաքցնես։ Մար, ինչ ես ուզում, ինչ ես այսպես վարվում։ Չես հասկանում, չէ, թե ինչի եմ սենց վարվում։ Չես էլ հասկանա, մինչև քեզ չխաբեն ու քո զգացմունքները չհավասարացնեն հողին։ Դու գիտես ես ինչերի միջով եմ անցել։ Դրա համար արի հարցեր մի տուր, որ ոչ իմ համար ցավոտ լինի, ոչ էլ քո։ Թորոշա, ես մարդու ես պասում։ Չէ Սիմոնյան ջան, ես իմ գործն եմ անում, առավոտ ներեխեքին դիմավորել եմ, հիմա էլ ճանապարհում եմ, գնան իրենց տուն, համ էլ ենքան լավ եղանակա, հետ չեմ ուզում ներս գնամ։ Պարզա։ Մի տեսակ ես, կարողա դու խիկի հետ կատարվածից վախեցել ես։ Դա թորոս էդ էլ կոճիշտ ասած, բայց
Տողիկը խոստացավ, ասավ հանկարծ ոչ մեկին չեմ ասի, որ դու Սիմոնյանն ես։ Ես ինչ ախմախ մարդ դուս եկար։ Անդադար մտածում եմ։ Դու ես շիլա շփոթի տակից ոնց ես դուրս գալու։ Գիտեմ ես հասկանում եմ ոնց եմ դուրս գալու եմ եղել է, պետք է մի ձև դուրս գամ տակից, չէ։ Թորոս, լսալ է։ Այսօր ասի մտնեմ դահլիճ։ Հա։ Դա ֆիզկու դահլիճից կարոտ ես առնեմ։ Արա։ Դա արա, բայց ուրեմն ես քայլի մի կիլո աշկուրս ընկավ դինան պոինստիտուտը բացա։ Հա։ Այ մարտոշիլը կայնի մտնեմ դինան ինչ կա պոինստ, մի վար տուրնել բաց են թողած։ Հետո մտա հիմա դինամ itens լիքիշնարական օհ, մերկոտ, ինչ ասես itens ոնդերուտուս գցած ամդե։ Առակը ինչ կցուցանի, հա, պարզ խոսի հասկանանք։ Դու ասում եմ երկաթ հենելի տոնք, ոնի մաս գցած ամդե։ Դա դի գունով ավտոկոն չենք, աղբեջան։ Նորմալ է երկաթը բարձենք, տոնենք հանձնենք։ Սենց քո խելքին քանի ախպեր եք։ Մեկուր մի աղբեր ենք, Թորոս, բայց դու ինչի տեսվար թողվար վար։ Ախր ես քո մտքերը առանց խոսալու էլ կարդում եմ։ Շատ լավ գիտեմ ինչ ես ուզում ասես։ Գիտեմ ինչ ես մտածում։ Վայ, Թորոսյան, բայց ինչ եմ մտածում, այ աղբեր։ Ես ինչ մտածում եմ, դպրոցի խմար եմ մտածում։ Ասենք վար այդ զիբիլները տեք ցածա ումա օգուտ տոլում։ Եկալ ենք տոնենք հանձնենք։ Մորթս, կարող ասենք լանջունին տենում է, ոգևորվում է, Թորոս ջան։ Այնց ու քեզ մի հատ նորմալ խրախուսում է, դա պրեմիա տոն, վատ կլի։ Հայ, ես ինչ հոգատար մարդ ես։ Ես տեսակ հոգատար մարդ մեկ էլ դու ես, հաստատ։ Թորոս ջան, ինչ ասեմ, ասենք ես միայն դպրոցի մասին եմ մտածում, վատ բան եմ ասում։ Լավ, հենց այսօր իրիկունը մեր հարևան սուրոյին կասեմ զիլը կբերի կանգնեցնի, ինչքան երկատ կա, քաշ կտաս կլցնես մեջը, կտանենք կհանձնենք։ Այ քո ցավը տոնեմ, ես էլ եմ էդ ասում, էլի այ Թորոս ջան։ Ապես, տանենք հանձնենք, այդ երկաթի համար էլ ինչքան փող կտան, կբերեն կտանք լանջունուն, թող դպրոցի վրա ծախսի։ Հա։ Դուրը չեկա։ Թորոս ջան, ուղղակի մտածում եմ, այդքանը շոտ ծոնդերա։ Ասենք ոնց են քաշտորը բերեն գցենք օֆտուն։ Թե որ ասեցի փողը լանջունուն տանք, փոշմանեցիր, հա։ Լավ էլի Թորոս, ասենք բես այդ տաղեն է։ Իմ մտքով էտես բան ոնց է։ Ուղղակի ասենք ժամանակի հարց է։ Մի խաղ ախպեր կարանք այսօր չանենք, վաղը ունենք։ Այսօր անենք։ Այս քամրովա մեջ անենք, բրզնենք էլի Թորոս ջան։ Վայ բարեղամյան, վայ Սիմոնյան։ Թորոս դու վերջ այնքան ես Սիմոնյան ասելու, մի օմիտ լանջունին լսի ու ես խայտարակել եմ։ Դու Բարև, Սերոբ։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, շատ լավ։ Բայց ես հարցնում ես ոնց եմ։ Այնա տենում եմ էլի, որ լավ ես, էլ ինչ հարցնեմ։ Ես տենց էլ հասկացա, որ անցած խոսակցությունից նեղված կլինես։ Ուղղակի ժամանակ չկա շուտ գայի խոսենք, հասկանայինք իրար։ Ինչ պիտի խոսենք։ Դե որ անցած անգամ հանդիպեցինք, լավ չխոսեցինք իրար հետ։ 1000 անգամ իրար հետ նստել հելել ենք։ Մեզ չի սազում, տենց ճիշտ չի։ Մեզ թե քեզ։ Համ ինձ, համ քեզ։ Ինձ որպես ջահել, քեզ որպես մեծ։ Բարձա։ Հիմա այդ ամեն ինչ ինչի ես ասում։ Խմելու բան եմ վերցել, եկել եմ իրար հետ մի թաս խմենք ու բարիշենք։ Ինչ ես տենց նայում, Սերոբ, ինչը դուրը չեկավ։
Ես քեզ լավ եմ ճանաչում հետո։ Ու հենց դենք չի որ այդ արաղը վեկալ է եկել ես։ Ուրեմն մտքիդ է լինի սև բան կա։ Մի օին ուզում ես խաղաս գլխիս։ Ես ինչ ես ասում, Սերոբ։ Ասում եմ, այդ արաղը դու զակուսկիդ վեկալուց տեղից ռադդ քաշի, որովհետև ես քեզ իմ տանշեմից ներս թողողը չեմ, ու ոչ էլ քո հացին բերան կտամ։ Եղավ այ աֆերիստ։ Լսի այ բիձա, լրիվ ես ցնդել։ Էլի խելքը տարաղի հետ խմել ես։ Չէ, հենց էտա որ շատ սթափեմ։ Ու լսի հետո, ես քո սաղ կեղտոտ գործերը ջրի երես եմ հանելու։ Հասկացար։ Դու ոնց որ մարդավարի վերաբերմունքն ու լեզուն չես հասկանում։ Էլ ականջներս կախ քեզ չեմ լսելու։ Նա ինձ ունի չհանես, հետո ուշ է լինելու։ Հենց հիմա կորի աչքիցս հետո։ Ու չմտածես, որ կարող է քեզնից վախենամ։ Այդ դու պիտի ինձնից վախենաս, որովհետև ես այդ սաղ կեղտոտ գործերը ջրի երես եմ հանելու, թե ոնց ես, ինչ ես գլխի սարքե։ Անիմաստ բաներ մի խոսա։ Ես քեզ ասեցի հետո, ռադեղի երեսդ չեմ ուզում տնամ։ Չէ, դու հաստատ ընկել ես քո ոտի հետևից։ Ինչի համար ես եկել։ Զանգերասիր դպրոցի մոտ ես, հասկացա ինչի համար ես դե։ Հա, բայց ինչի համար ես եկել։ Որ գլխիցդ մեծ գործեր չուտես։ Դու ինչ չես կարա հետ պայես։ Էս իմ ինքնասիրության հարցն է։ Գնա, Վարդան։ Լսի արա, չես ջոգում, որ քո սխալ քայլերի պատճառով սաղից ես փոսը գցելու։ Վարդան, չես ջոգում, ինչ եմ ասում։ Գնա, ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Որ այդքան հասկանայիր, ստե չէիր էլի։ Ոչ մեկ չի կարա գա մտնի իմ տարածք ու իրան վատ պայի ու անպատիժ մնա։ Ինքը իրան անասունի պես է պահել։ Անասունի պես էլ պտի սատկի։ Լսի քեզ ինչ եմ ասում, Արսեն։ Չէ, դու ինձ լսի։ Ես սրա արածը կուլ չեմ տալու։ Ինքը պտի պատասխան տա։ Գոնե ջոգում ես, որ շեֆը քեզ կթաղի։ Ոչ միայն քեզ, Ու այս պատմությունը սկսվել է քո բերած Հավայի լակոտների պրոմոխների պատճառով։ Շեֆի զանգով էլ փակվել է։ Ու այս ամեն ինչին դալշետալ նշանակում է շեֆի գլխից թռնել Արսեն։ Գոնե այդքանը ջոգում ես։ Ինչ ես առաջարկում։ Ձևանեն, որ ոչ մի բան չի եղել, իրա նմանն էլ մտածի, որ կարա ինչ ուզի անի ու պատասխան չտա։ Հա, եթե ինքը հիմա պատասխան տա, քո պատասխանն էլ չի նշանակում։ Հիմա ես մեքենայից դուրս եմ գալիս։ Զենքը պահում ես, խորը շունչ ես քաշում ու գնում ես տեղից։ Այս ամեն ինչի մասին մոռանում ես Արսեն։ Չէ, Վարդան, ստեղ իմ ինքնասիրության, իմ թասիբի հարցն է։ Արսեն, քո թասիբն ու ինքնասիրությունը առաջին խմբականակի հետ ծախել ես։ Գնացել է։ Հիմա հանգստացի ու կպի գործերիդ, հասկացար։ Վայ, նում համով ընկերն է եկել։ Քո Ոնց է ես քեզ կարոտել այ անխիղճ։ Գիտես, չէ, եթե այսօր էլ քեզ չտեսնեի, մեր միջև սև կատու չեր անցնելու, կանցներ ուրեմն կանաչ ակլոր։ իրականում ես էլ էի շատ կարոտել ու ուզում էի գալ քեզ տեսնելու, ուղղակի տրամադրություն չունեի։
Ահա, դե հիմա կնստես կգամ կխոսենք, կհասկանամ ինչ ա եղել, տրամադրությունը տեղը կգցեմ, հետո քեզ տուն կճանապարհեմ։ Լավ, բայց ինձ մենակ մի բան ասա, այն մոնստրը ստեղ է։ Չէ, չի եկել։ Ասելա որ չի գալու, ունես որ կարաս զգաս քեզ ինչպես քո տանը։ Շատ լավ է։ Դե ես հաճախորդների պատվերը տանեմ գամ զրուցենք, հա։ Ըհը։ Բայց նայ, եթե ինչ-որ բան կուզես, ինչ պետք է մտի վերցրու։ Չէ, բան չեմ ուզում։ Դասանի երեխեքով կինոյին գնացել ու ոդկով եմ եկել այստեղ, այնպես որ միակ բանը, որ ուզում եմ, այդ նստելն է։ Okay, դե նստի ես այկա։ Մենակ չասես չայ ես բերել կարկանդակի հետ։ Համբերություն ունեցի ու նայի։ Սպաս, քո սիրած։ Գիտես չէ, իդային նվերս տվեցի, ոնց հավանեց։ Հա, ինչ լավ է։ Ես գիտեի, որ հավանելու է շատ։ Հա։ Բա ինչ կա Մարիից, խոսում եք իրար հետ։ Չի ուզում բարիշի, ես էլ ոչինչ բան չեմ անում, չեմ բզբզում, ինչև ինքն իրեն ամեն ինչ կարգավորվի։ Դե հա, ճիշտ ես անում։ Ուղղակի մտածեցի, որ արդեն դպրոց ա եկել, ուրեմն հաստատ կխոսեք էլի կամ նման մի բան։ Չէ, ման ոնց կա նույնն է։ Հետո բա։ Արմենն է։ Վայ մամ, Արմենը գրեց հիշեցի, մոռացել էի ասել։ Արմենը ասում է, որ փաբում խոհարարի օգնականի աշխատանք կա։ Կարող է ուզես։ Հա, ինքն էլ ասեց, ես էլ վազելով քինացի։ Հա, բայց մամ, ինչ ես տենց ասում։ Աշխատավարձը լավ բարձր է, ավելին ասեմ, 2 անգամ ավելի բարձր է, քան քո աշխատավարձը։ Ուզում ա 10 անգամ բարձր լինի։ Ես այդ կարոյի փապ ոդկ չեմ դնի։ Իսկ ինձ թվում էր մամ կուզես, շատ լավ կլինի։ Միասին կգնանք աշխատանքի, միասին կգանք, համ էլ ինձ չվստահելու պատճառ չես ունենա։ Շուշի, փակի հայ այդ թեման։ Լավ, ոնց ուզես, բայց կմտածես այս հարցի շուրջ, ինձ թվում է շատ լավ տարբերակ կլինի մեր համար։ Կմտածեմ, խոստանում եմ։ Փորձում ես կարկանդակից։ Անուշ լինի։ Շատ համով մամ։ Բա սպասը։ Սպասն էլ էր շատ համով։ Ապրես։ Չես ուզում դու ուտես վերցրում։ Ես իմ արդեն կերել եմ։ Ինչ ես լռում Արմեն։ Դու էլ ես չէ զարմացած ոնց կար այդ մոնստրը իմ։ Չէ, Մարի ջան, ընդհանրապես զարմացած չեմ։ Դե օրերից մի օր այդ օրը պետքա գար, դու էլ իմանայիր ով ա կարուն։ Հո ամբողջ կյանքը տանհատության մեջ է լինելու։ Նենց թեթև ես խոսում, ոնց որ մի կտոր հաց ու պաների մասին խոսենք։ Դե օրերից մի օր այս օրը գալու էր։ Հետո այդ սիտուացիան այնքան եմ պատատել գլխիս մեջ, որ հիմա այսօր սենց եմ։ Այսինքն։ Դե Մարի ջան, ինչ մեղքս թաքցնեմ։ Ես իմացել եմ, որ Կարուն քո հայրն է։ Ուղղակի ճիշտ չեմ համարել իմ այդ քո այդ մասին խոսալը, չգիտեմ։ Ոնց Արմեն։ Դու էլ ես իմացել այդ ամեն ինչի մասին ու ինձ չես ասել։ Այդ նշանակում է ես ոչ մեկիդ համար նշանակություն չեմ ունեցել։ Չէ, որովհետև մենք չենք ուզեցել, որ դու նեղվես։ Մենք չենք ուզեցել, որ քո աչքերից արցուն գնա։ Ու հետո քո հայրը մտածում է, որ Արմեն, այդ բառը չասես։ Հայր բառը ու Կարոն իմ պարագայում անհամատեղելի են։ Ես հայր չեմ ունեցել ու չունեմ։ Իրա գոյությունը իմ կյանքում ոչ մի բան չի փոխում։ Հա, բայց Մարի ջան, սխալ ես մեկնաբանում մեր սիտուացիան այդ հարցում։ Չէ, ես շատ ճիշտ եմ մեկնաբանում։ Եթե ձեր ներկայացածի չափ ինձ ինչ-որ մեկը այդքան սիրեիք, գոնե կասեիք ինձ ճշմարտությունը։ Ախր Մարի ջան, այս այն թեման չէր, որ դու Շուշիից, Միշոից, ինձանից պետք է իմանայիր։ Դու այս ամեն ինչը պետք է իմանայիր մամայիցդ կամ Կարոյից։ Մեզ մեղադրելու փոխարեն Մարի ջան, մի պա քեզ մեր տեղը դի ու փորձի հասկանաս, ու դու ոնց կվարվեիր։ Տենում ես, զեն չես անում, որտեվ գիտես, որ ճիշտ եմ ասում։ Չէ, ես ուղղակի շոկի մեջ եմ։ Շոկի մեջ եմ, որ բոլորը դիմացել եք ու ինձ չեք ասել։ Դե որովհետև Մարի ջան, բոլորս էլ իմացել ենք քո վերաբերմունքը Կարոյի հանդեպ ու չենք ուզեցել ասել։ Կամ օրինակ, քո վերաբերմունքը Շուշիի հանդեպ նորմալ է, ինչի էր նման։ Այդ աղջիկը քեզ այդքան սիրում է, իսկ դու նեղացրեցիր իրան։ Այդ ինքն է ինձ նեղացրել։
Ինքը իմ ամենամոտ ընկերուհին էր, գոնե ինքը պետք է ինձ ասեր։ Նորից եմ ասում, Մարի ջան, մի պա քեզ, Միշոյի, իմ, Շուշի տեղը դիր ու կհասկանաս ամեն ինչ։ Փորձես ուրիշ ձև նայել ես ամեն ինչին։ Չեմ ուզում ոչ մեկիդ հասկանամ։ Ու չեմ ուզում ընդունեմ այս ամենը։ Ոչինչ։ Ոչինչ, ժամանակի հետ ամեն ինչ կհարթվի։ Մարի, բայց Կարոյի հետ չես ուզում խոսես։ Ինձ թվում է ինքը դրա կարիքը հիմա ունի։ Ես անգամ իր անունը չեմ ուզում լսեմ։ Գիշերը որ պարկում եմ քնելու հանկարծ իր մասին հիշում եմ, ուզում ուղեղիցս հիշողություններից ջնջեմ։ Ես հայր չեմ ունեցել ու չեմ էլ ունենա։ Էդ էլ կհաղթարես։ Հաստատ։ Մարի, դու ուժեղ աղջիկ ես, բարի սիրտ ունես։ Ինձ թվում է դու Կարոյին կհասկանաս ու կընդունես։ Երբեք։ Ես Կարոյին երբեք չեմ ընդունի, ինքը իմ համար ոնց մոնստր եղել է, նենց է կմնա։ Ում աշխատասեր աղբերն է։ Ոնց է դավս։ Լավ։ Ապա ես այնքան եմ աշխատելու եմ բանվորի արձանի տեղը իմ արձանը դնեն, գիտես չէ։ Նա ամենահոգնածդ պահին միշտ մի բան ունենում ես, չէ՞ ասելու։ Այն ասա հաց կերել ես, կուզես գնամ մի բան բերեմ։ Չէ, դավս ապրես, կերացեմ։ Դու հլեն ասա, ոնց անցավ։ Վաղը կարիք կա դրա քիթը ջարդելու թե նորմալ է բա իրեն։ Չէ, միշտ, ամեն ինչ նորմալ է հանգիստ տեղի։ 10 երեխեքով գնացել են կինո, հետ են եկել, Մարին ճանապարհել են փաբ։ Ուզեց ինչ-որ ընկերոջը տեսնել։ Հա, գիտեմ ում պիտի, Արմենին պիտի տեսնի։ Բայց ոնց էր այդ ընթացքում շփվում էր, Տիկոն Մարի հետ խոսացել է, թե չէ իրար հետ խոսում էին։ Երես ոնց 10 երեխեքն են իրար հետ շփվում, տենց էլ Մարին ու Տիկոն ոնց որ ընդհանրապես մտածելու բան չունես։ Որը չգիտեմ ախպեր, մի տեսակ ըննես ներվայնացած եմ դրա վրան։ Մանում են, որ Մարին էլ այդ կինո գնալու առաջարկը ընդունեց լրիվ գժվա։ Գրես հանգիստ տեղի։ Չգիտես աղջիկա, բզիկները բռնելա, քոյնատու ուզեցել է մի բան անի։ Ասա գործդ կպրծանաս, կգնաս հետը կխոսաս, ամեն ինչ կհարթվի։ Ուր այ ախպերը գործս պրծնեմ զալը պետք է հասցնեմ գնամ։ Ա ոչինչ այսօր չհասցնես, վաղը կտենաս կխոսաս։ Դու այն ասա ինչ որ բան կա, որ հիմա կուզես քո համար անեմ։ Չէ, թե ապրես էլ ինչ անես, ինչ պետք է արել ես ինքս ապրես։ Ուրեմն գնամ տուն ես, ընկերս։ Լավ։ Տիգրան, դու ինչ ես անում այստեղ։ Քեզ էի սպասում, Մարջան։ Ինչի համար։ Որ տուն ճանապարհեմ։ Դրա կարիքը չկար, ես մեր տանտեղը շատ լավ գիտեմ ու մենակ կարող եմ գնալ։ Մար, ես չէի կարող քեզ այս հոգեվիճակում մենակ թողնել։ Տիգրան, ես ինձ շատ լավ եմ զգում ու այստեղ հասնելու կարիք ընդհանրապես չկար։ Իսկ ես այսօր ամբողջ օրը լրիվ հակառակն եմ զգացել, Մար։ Դե ինչ ես կանգնել, գնանք։ Եթե հոգնած ես, կարող եմ տաքսի կանչել։ Չէ, պետք չի տաքսի կանչել։ Դե ուրեմն գնանք։ Լավ։ Մար, ասում եմ այսօր դպրոցից ինչ դուրս ենք եկել, հաց չենք կերել։ Կարող եմ միտեղ մտնենք հաց ուտելու։ Չէ, դրա կարիքը չկա։ Հաստատ։ Հա, Տիգրան։ Լավ, բայց խոսալուց խնդրում եմ տենց ջղային մինա, ինձ վախենում եմ։ Չեմ հավատում։ Ինչի։ Աչքերիս։ Այսօրվա մեջ առաջին անգամ ժպտացիր, Մար։ Մար, իսկ ֆիլմը դրուտ եկավ։ Հա։ Ուրեմն հաջորդ անգամ էլի կկազմակերպեմ, դասանով կգնանք, լավ ժամանակ կանցկացնենք։ Մար, կներես իհարկե որ հարցնում եմ։ Կռվել եք ելի Միշոյի հետ։ Եթե պատճառը կազմակերպվածս ֆիլմն է, անկեղծ ես ի սրտե ամեն ինչ արել եմ, որ դասանով համախմբվենք, լավ ժամանակ անցկացնենք։ Գիտեմ, Տիգրան, պետք չի արդարանաս։
Հալած ես պարոն Ֆարադե, շատ լավ, արդեն արդյունք կա ագին։ Դու իրոք այդպես ես կարծում, Միքայել։ Հա, իհարկե այդպես եմ կարծում, պարոն Ֆարադե ջան։ Ուղղակի որ մի քիչ էլ աշխատեք պարապմունքներ վրա շտողներ, ավելի արագ կհասնեք ձեր ուզածին, էլի։ Այո, ես կարծում եմ, որ արդեն հասնում եմ իմ երազանքի մարմնին։ Գեղեցիկ կառուցվածք է։ Ճիշտն ասած, չգիտեմ ձեր երազանքների մարմինը որն է, բայց ձեզ հավաստիացնում եմ, ահագին արդյունք կա։ Այո, գիտես Միքայել, ես երեկոները նույնպես վազում եմ։ Ու կարծում եմ, որ դա էլ է շատ օգնում։ Հետո գնում եմ տուն ու հանգիստ քնում եմ։ Ինչպես հալալ կաթնակեր փոքրիկը։ Պարոն Ֆարադե, ինչ համեմատություններ դուք եք անեք։ Մայրս ասում է, որ այդ սրամտությունը ես իրենից եմ ժառանգել։ Հասկացա։ Դե հեսա մի քիչ էլ բարդացնենք ձեր հարցումները, ու արդյունքը ավելի արագ տեսնենք էլի։ Այո, բայց ես մի հարց ունեմ քեզ, Միքայել։ Ես կարդացել եմ, որ սպիտակուցները եւս օգնում են մարզումներին, դա ճիշտ է թե ոչ։ Հա, իհարկե ճիշտ է կարդացել, պարոն Ֆարադե։ Ես էլ ձեր սննդակարգը կազմելուց լիքը սպիտակուցներ եմ մեջ ներառել։ Այո, որ սննդակարգն էլ պահեք, շատ հանդիպ ամեն ինչ առաջ կգնա։ Այո, Միքայել, ես երբեմն պահում եմ այդ սննդակարգը, բայց հավատա, երբ ես տեսնում եմ, որ շատ քիչ է մնում, որ հասնեմ իմ երազանքի մարմնի կառուցվածքին, սրտի զարկերը կորցնում եմ։ Դե հա, տղամարդու համար ատլետիկ կազմվածքը շատ մեծ նշանակություն ունի։ Այո, ես կարծում եմ, որ ատլետիկ կազմվածքով տղամարդիկ ավելի հեշտ են հասնում իրենց գեղեցկուհուն։ Ինչու ես ծիծաղում, այդպես չէ։ Այդպես է, պարոն Ֆարադե, ոնց այդպես չի։ Ես մի քիչ էլ պարապեմ։ Մեջքը ուղիղ չենք պարանում։ Ու շնչառությունը։ Ու տենց ահավոր խառնաշփոթ էր ստեղծվել։ Բայց դու ոնց որ ինչ չես լսում, մար։ Կնել ես Տիգրան, ուղղակի մտքերով լրիվ ուրիշ տեղ եմ։ Մար, ես այնքան շատ եմ անհանգստանում քո համար, որ ամեն ինչ անում եմ, որ տրամադրությունդ բարձրանա, բայց չի բարձրանում։ Հասկանում եմ, ուղղակի հիմա լրիվ ուրիշ բանի մասին եմ մտածում։ Հասկացա, Միշոյի մասին ես խոսում։ Եթե մտածում ես իմ քեզ տուն ճանապարհելը Միշոն կիմանա կամ չի իմանա, դու հանգիստ եղի, ես իրան ոչ մի բան չեմ ասի։ Առհասարակ ես մտածում եմ, որ քո ինձ տուն ճանապարհը արդեն իսկ սխալ է։ Ու ոնց որ դու սխալ ես հասկացել իմ մենակ կինո գալը առանց Միշոյի։ Չէ, մար, ես շատ լավ գիտեմ, որ մենք ուղղակի մոտ ընկերներ ենք, բայց ես այնքան շատ եմ քեզ սիրում, որ մի վայրկյան անգամ չեմ ուզում դու տխրես։ Շնորհակալ եմ շատ։ Փոփար, դելար վերես։ Էսի չա վիճակը, պապ։ Քո հետ եմ այ պապ, խոսա էսի չես անում։ Դու իմ սիրած անձնավորության ամենաթանկ մասնիկն ես, որը իր կյանքը չի խնայի քեզ համար։ Տենայի, եթե իմ ընկերուհին էլ նախընտրեր, որ գնար ուրիշ տղու հետ ժամանակ անցկացներ, ես էլ կներվեի, բայց դե իմ ընկերուհին հաստատ տենց բան չի անի։ Մի րոպե, Միշո։ Դու ինչ եղե։ Հերի տոնոց դրսում պատերազմա։ Ոչ, մեծ հայրենական։ Մեծ վայրենական։ Նա Միքայելն է եկել քեզ սպասում։ Ինչ անեմ։ Ո՞վ ինչ անես։ Ման ոնց եկել է, թող մենք գնալիս, ես խոսելու ցանկություն չունեմ։ Քնի ջան, ես որոշակի կասկածներ ունեմ ու ուզում եմ, որ անպայման մենք խոսենք իրար հետ։